Այժմ տեսնենք ինչ է սպասում առույցներին հաջորդ շաբաթ։ Ապրիլի 26-ից մայիսի 2-ը։ Ինչ է սպասվում առույցներին։ Անձնական հարաբերությունների համար, աշխատանքի, ֆինանսների և մեկ լրացուցիչ կարդ։ Ինչ է սպասվում առույցներին անձնական հարաբերություններում։ Տեսնում եմ նավակ։ Տեսնում եմ նավակ և տեսնում եմ ղարի 10։ Ղարի 10 իրականում մի քիչ ավելի հիվանդագին, ավելի այսպես խնդիրներ էին անձնական հարցերում, բայց նավակը շարժվում է առաջ։ Եթե կային անձնական խնդիրներ, սա կարող է նաև անձնական եւ այսպես, չգիտեմ, մարդկային հարաբերություններ եւ սիրային հարաբերություններ։ Եթե կային ինչ-որ խնդիրներ, ինչ-որ խնդիրներ, դուք հեռանում եք դրանցից։ Այս շաբաթ, մի շաբաթ կարող է ձեզ օգնել, որպեսզի դուք կամաց խնդիրները, եթե չասեմ լուծեք, ապա հեռանում եք դրանցից ամեն դեպքում, չի խորանում, ավելի չի վատանում, եթե լավ չէին հարաբերությունները։ Եթե ինչ-որ կասկածներ ունեք, եթե ինչ-որ ցավագին հարցեր կար, նորից եմ ասում, եթե կար բարեկամների մեջ ինչ-որ խնդիրներ, մի շաբաթ ձեզ կարող է տրվել հնարավորություն, որպեսզի խնդիրներից հեռանաք։ Կամաց հեռանաք եւ մոտենաք դեպի խնդիրների լուծմանը։ Աշխատանքում տեսնում եմ աշխատանք, բավականին աշխատանք, որտեղ սա իրականում ֆինանսի կարգն է, բայց մյուս կողմից պետք է ձեզ բավականին գումարներ են սպասվում առաջիկայում, ինչը նշանակում է բավականին պետք է աշխատել։ Այսինքն բավականին, այսպես ասեմ, զբաղված շաբաթ է լինելու առույցների համար։ Շատ աշխատանք կլինի, մի քիչ ծանրաբեռնված կլինեք, բայց դա միևնույն ժամանակ ձեզ լրացուցիչ գումար կբերի, այսինքն արժի կատարել այդ աշխատանքը։ Չեմ կարող ասել ծանր աշխատանք, ուղղակի բավականին զբաղված կլինեք, այսպես ասեմ, ձեզ համար զբաղված շաբաթ կլինի։ Մյուս կողմից կարող եմ նաև ասել, որ կարող է նոր գումար վաստակելու նոր հնարավորություններ ստեղծվի։ Նոր եւս մեկ աշխատանք, ես չի ասի նոր աշխատանք, այլ կարող եմ ասել, որ այսպես ինչպես են ասում, կողքից եւս լրացուցիչ միջոցներ գումար վաստակելու համար, այդպես էլ կարող է լինել լրացուցիչ եւս մեկ աշխատանք, նոր հնարավորություն ձեր արդեն ունեցած հնարավորությունների հետ։ Ես չեմ կարծում սա փոխարինում է ձեր առաջվա աշխատանքին, այլ պարզապես եւս լրացուցիչ ինչ-որ մի միջոց նորից լրացուցիչ աշխատելու, լրացուցիչ գումարներ վաստակելու։ Ֆինանսների համար տեսնում եմ խաչ։ Խաչը շատ բարդ, շատ դժվար կարդ է, շատ ճակատագրական։ Սա նշանակում է ինչ էլ որ լինի ֆինանսների հետ կապված, լավ թե վատ, միշտ չէ որ ճակատագրական ու բարդը լինում է անպայման տանում է դեպի բացասական ավարտ, բայց կարող եմ ասել ինչ էլ որ լինի, այնքան էլ ձեզնից կախված չէ, այսինքն եթե դուք պիտի գումար կորցնեք, գումար ծախսեք, գումար տաք, դա ուրեմն չեք կարող խուսափել, դա ձեր սխալի արդյունքում չի եղել կամ չի լինելու։ Սա պարզապես ֆինանսական, եթե խնդրի առաջ եք կանգնած, ուղղակի անխուսափելի ծախս է եղել, չգիտեմ, հիվանդություն է եղել, բուժվելու համար է եղել, պարտադիր չի ձեր։ Ես այստեղ հիվանդություններ չեմ տեսնում, ուղղակի, ասինքն անսպասելի գումար, որ չեք նախատեսել ու հանկարծ այսպես այդպես կարող է լինել։ Տեսնեմ, կարող են օգնող կարտեր ինչ-որ լրացուցիչ ինֆորմացիա տալ, այո, բայց անխուսափելի ծախս կարող է լինել, որ ուղղակի դուք չեք նախատեսում, բայց դուք ոչինչ չէի կարող անել խուսափելու համար, դա ձեզնից կախված չէր։ Այսպես կարող եմ ասել, այո, խաչով կարող է այդպես լինել, անսպասելի ինչ-որ ծախս։ Միգուցե անսպասելի ինչ-որ մի բան արդեն եղել է, պարզապես հաջորդ շաբաթ դուք ստիպված կլինեք ինչ-որ գումարներ ծախսել, վճարել այդ առումով, կարող է այդպես էլ կարող է լինել, պարտադիր չէ ամեն ինչ հենց միանգամից մի շաբաթվա մեջ պատահի, պարզապես ձեր ծախսը լրացուցիչ անսպասելի գումար է, որ ծախսվում է հաջորդ շաբաթ,
կամ համենայնիվ բարձում եք ձեզ համար, դուք գումար ունեք վճարելու։ Ես այստեղ տեսնում եմ գիրք եւ տեսնում եմ կամուրջը։ Գիրքը նշանակում է մինչեւ մեծ գումարներ վճարելը, այսինքն այսպես վախենալ, անհանգստանալ այսքան մեծ գումար։ Փորձեք մի քիչ ավելի ինֆորմացիա հավաքել, ինչ որ բարձաբանումներ անել ձեզ համար։ Միգուցե դուք չպետք է վճարեք մեծ գումար, որտեղ այստեղ էլի գումարի կարտն եմ տեսնում։ 10-ն եմ տեսնում, իսկ 10-ը գումարի հետ է կապված։ Այսինքն, եթե դուք պարզեք, միգուցե դուք չվճարեք այնքան, ինչքան առաջին հայացքից կամ ձեզ էր թվում, օ, այս ինչ եղավ, սա ինձ այսքան ծախս կնստի։ Ոչ, եթե ուսումնասիրեք, ինձ թվում է դուք կկարողանաք խնայել գումար, մեծ գումար չեք ծախսի, իսկ կամուրջը ասում է, որ իրականում միգուցե եթե մի քիչ ուսումնասիրեք, հարցնեք, հետաքրքրվեք, կարողանաք իրականում մեծ խնդիրներից խուսափել ֆինանսական։ Կամուրջը նշանակում է փոփոխություն եւ նշանակում է անցում։ Պարզեք, հետաքրքրվեք, կկարողանաք այս խնդիրը հաղթահարել, անցնել կամուրջի մյուս կողմը։ Կկարողանաք, այո։ Դժվար չի լինի, պարզապես պետք է հետաքրքրվել, հարցնել, ուսումնասիրել եւ միանգամից չգնալու վճարել այն գումարը, որ, չգիտեմ, ձեզ ինձ ուզում են կամ դուք կարծում եք պետք է վճարեք։ Այո, տեսնում եք, այստեղ տեսնում եմ խճուղու, այստեղ մարդը ճանապարհին հասել է ինչ որ, սա կլինի երևի թե ֆինանսների հետ կապված, ընտրություն պետք է անեք։ Ինչ որ ընտրություն պետք է անեք, այսպես պատահաբար, այսպես խաչով եկաք ու կանգնեցիք ճանապարհի մեջտեղում, դուք չնախատեսված ինչ որ մի խնդիր հարց է առաջանում, որ դուք ընտրության առաջ եք կանգնած։ Եվ ես ինչպես արդեն ասեցի, ընտրությունը պետք է լինի ավելի շատ ինֆորմացիա հավաքել եւ փորձել պարզել ինչպես կկարողանաք կամուրջն անցնել, այսինքն հաղթահարել այս խնդիրը։ Մինչեւ մեծ գումարներ վճարելը փորձեք պարզաբանել, դուք կարողանաք ավելի թեթևացնել վիճակը։ Այո, ես իրականում վատավարտ չեմ տեսնում, իրականում կարող է շատ լավ լինել։ Եվ այստեղ տեսնում եմ, ես ստվերում, կարտերի ստվերում տեսնում եմ այգին, այո, դուք շատ ավելի լավ տեղ կարող եք հայտնվել։ Այո, պարզապես եթե ավելի ուշադիր լինեք, փոխանակ, այսպես ասեմ, վախենաք, անհանգստանաք, այլ փորձեք մի փոքր ավելի լրացուցիչ ինֆորմացիա հավաքել։ Իրականում ձեզ համար դա չպետք է շատ վատ վերջանա։ Կարող է շանս լինի, որ դուք կարողանաք ավելի հեշտ այս իրավիճակից դուրս գալ։ Հարգելի առույցներ, ձեզ ամենայն բարիք եմ ցանկանում մի շաբաթ։